Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես հեծում կատարվածը փողերի լվացում է անվանում վարչապետը, կան կոնկրետ փաստեր, ասել է Նիկոլ Փաշինյանը ժամանակավոր կառավարչի հետ աշխատանքային հանդիպմանը։ Պետրոսյանը ներկայացրել է հեծում իրականացված եւ ընթացքի մեջ աշխատանքները, տեղեկացրել, որ բարձր ղեկավարության, մասնաճյուղի տնօրենների, գլխավոր տնօրենի, տեղակալների պարգևավճարները կամովին հրաժարվելու արդյունքում մի քանի տասնյակ միլիոն դրամի խնայողություններ են ձևավորել։ Նա նաեւ խոսել է վարձատրության մասին, իսկ Փաշինյանը շեշտել, չպետք է քաղաքացիներին հաճոյանալու համար հոսանքի գինն այնքան իջեցնենք, որ արդյունքում պրոբլեմ առաջանա։ Փաշինյանն ասել է, որ հեծի հետ կապված հիմնական խնդիրն իրենց ռազմավարական հետագա մոտեցումն է։ Կա երկու հնարավոր տարբերակ։ Առաջինը մենք սահմանված օրինական ընթացակարգով հեծն ամբողջությամբ դարձնենք պետական սեփականություն, որից հետո հրավիրենք ոլորտի պրոֆեսիոնալ կառավարիչ, որը կկառավարի համակարգը, այսինքն կոնցեսիոն սկզբունքով ենթակառուցվածքը լինում է պետական սեփականություն եւ կառավարում է պրոֆեսիոնալ ընկերությունը։ Իհարկե կառավարության վերահսկողության ներքո։ Հաջորդ տարբերակը թափանցիկ ընթացակարգերով նոր ներդրող կներգրավեն։ Մենք հենց առաջի ամսվանից իմ նշանակումից հետո մինչև 200,000 դրամ համակառն եկամուտ ունեցող հեծի աշխատակիցներին լրացուցիչ կառավարչի առանձին հրամանով լրացուցիչ 20,000 դրամ պարգևատրումներ սահմանեցինք եւ արդեն 4-րդ ամիսն է կստանան մեր գործընկերները։ Արդյունքում ավելի քան 1700 աշխատակիցներ օգտվում են այդպես ասած։ Այսինքն ցածր աշխատավարձի, ցածր հեծի ցածր աշխատավարձի սեգմենտում աշխատող մարդկանց համար այդ համակարգը ներդրվել է։ Այո, միջինացված 10-ից մինչև 20% բարձրացում է տեղի ունեցել փաստացիորեն։ Ասեմ, որ վստահաբար մեկ անգամյա, երկու անգամյա, երեք անգամյա, թե շարունակվում է, այսինքն դա շարունակական է, քանի դեռ մենք չենք կարողանում դրույքաչափի եւ հաստիկացուցակների վերանայում անենք, քանի որ այդ լիազորությունը վերապահված է տնօրենի խորհրդին։ Քանի դեռ այդ լիազորությունը մենք չունենք եւ սեփականատերի փոփոխություն տեղի չի ունեցել, մենք մեր այդ քայլով 10-ից 20% բարձրացրել ենք այդ սեգմենտի աշխատակիցների աշխատավարձերը, նաև համեմատության համար ասեմ, վստահաբար գիտեք, մեր երկրում վերջին ամիսների ցուցանիշներով միջին աշխատավարձը 320,000 դրամ է ամսական, հեծի շուրջ 6,800 աշխատակիցներից ուղիղ կեսը, 3,400 մոտ աշխատակիցներ վարձատրվում են 300,000 դրամից ցածր չափով, իսկ նրանցից ավելի քան 1,700-ը չեն հաղթահարում 200,000-ի շեմը։ Եվ ահա ամենախոցելի այսպես սոցիալական շերտին մենք լրացուցիչ 20,000 դրամական ամսական միանվագ պարգևատրումներ ենք։ Ես կարծում եմ, որ դա կապված է նաև աշխատանքի որակի հետ, չէ, որովհետև ենթադրում եմ, որ այդ մարդիկ են հատվածն են, որոնց աշխատանքը անմիջապես աշխատանքի արդյունքը երևում է էլեկտրաէներգիայի մատակարարման որակի վրա։ Այո, դա սպասարկման շղթայի, արժեշղթայի ստորին օղակն են, հիմնականում մանձորներ, տեսուչների մի որոշ ուրեմն քանակ, ինչպես նաև վարորդներ, բանվորներ, տարբեր խնդիրներ կատարող հերթապահություն իրականացնող մասնագետներ 300,000-ից մինչև 600,000 սեգմենտում վարձատրվում են մոտ 1500 աշխատակիցներ եւ նաեւ կարեւոր եմ համարում շեշտելու, որ նաեւ վարձատրության այդ աշխատավարձերի կառուցվածքը մեծապես կախված է նաև արդյունքային ցուցանիշներից ամսական, կորուստների աճի հնարավոր, անջատումների, խափանումների, հետևական վերացումների արդյունքում վերլուծվում են տեղամասի պետերի, ցանցի պետերի կողմից եւ ներկայացվում են լրացուցիչ պարգևատրումների։ Ես առանձնատուփ եմ շեշտել, որ այդ 20,000-ները չեն վերաբերում որևէ ցուցանիշի, դա պարզապես միանվագ տալիս ենք մեղմելու սոցիալական վիճակը մեր աշխատակիցների։ Այսինքն լրացուցիչ որակական ցուցանիշների հիման վրա կարող են այլ խրախուսումներ։ Այո, առանձին մեխանիզմ է գործում։ Քաջատեղեկը վստահաբար վերջին շրջանում, քանի որ որոշակի հավելագրումների, թերգրանցումների փաստեր հայտնաբերեցինք մեր ուսումնասիրության արդյունքներում, ինչի հիմամբ նաև քրեականորոշումներ նախաձեռնվել, նաև այդ փաստերը դրվեցին լիցենզիա զրկելու այն կարևոր 6 կետերից մեկի։ Դուք նկատի ունեք այդ այսինքն հավելագրումներ, որ իրականում սպառված էլեկտրաէներգիայից ավել չափեր են գրանցվել եւ այո, տեսեք, միջինացված այս տարվա պլանով ՀՑԿ-ն սահմանել է 7%, մինչև 7% թույլատրելի կորուստի շեմ։ Դա
մուտք եղած արտադրողներից էլեկտրաէներգիայի քանակը եւ սպառված էլեկտրաքանակի տարբերությունն է 7%-ը, այսպես ասած, ընդունելի կանոնակարգված սահմանաչափն է, ինչից ներքև որոշակի ցուցանիշներ կային եւ ասեմ, որ ի սկզբանե ինձ համար տարօրինակ թվացին այդ թվերը, քանի որ միջազգային վիճակագրությունը առաջավոր երկրների երբ ուսումնասիրում ենք, մենք այդ ցուցանիշով գտնվում ենք top 50 երկրների ցանկում, հարևանությամբ Ֆրանսիայի, Դանիայի, Շվեդիայի, ինչը շատ զարմանալի էր, չունենալով տվյալ երկրների նման ենթակառուցվածքներ, ինձ համար տարօրինակ էր, որ նման ցուցանիշներ են, այսպես ասած, նկարվում հեծում, եւ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ շատ դեպքերում կամ արևային կայաններից ինքնավար էլեկտրարտադրողների արտադրած էլեկտրաէներգիան էր թեր գրանցվում, այսինքն ավելի մեծ քանակի էլեկտրաէներգիա էր մղվում ցանց արտադրողների կողմից, քան հաշվարկում եւ վճարվում էին վերջիններս եւ սպառողների կողմից, ընդ որում պետական եւ համայնքային ընկերությունները շատ մեծ թիվ են կազմում, ում վրա հավելագրումներ էին տեղի ունենում։ Այդ փաստերով նաեւ վերջին օրերին կալանավորում տեղ ունեցավ։ X կազմակերպությունը կամ անհատը ծախսում Y թվով էներգիա, բայց իրականում վերջում վճարում վերցնում ենք Y+ ինչ-որ մի բան։ Եվ դրա հաշվին կորուստները նաև նվազեցնում են, բայց դրանց ստացվում է, որ քաղաքացիներից էլ լրացուցիչ գումար են գանձում։ Այսինքն մի կողմից կորուստներն են նվազեցրել, մյուս կողմից քաղաքացիներից ավել գումարներ են գանձել։ Այդտեղ կա նաև երրորդ ռիսկը, որոշակի քանակի էլեկտրաէներգիայի ստվերային շրջանառության արդյունքում որոշակի մոնետիզացիայի նաև գործարքներ կարող էին տեղի ունենալ։ Էլեկտրաէներգիա ստվերային վաճառք։ Ստվերային շրջանառություն, այո, ստվերային գումարներով նաև 1.5 տասնյակից ավելի քրեական վարույթներ են այսպես նախաձեռնված, նաև տեսուչի կալանավորում ունենք ցանցերից մեկում, ով հավելագրում էր արել համայնքային ոչարևրեն կազմակերպության հաշվիչին 1 միլիոնից ավելի գումարի էլեկտրաէներգիա եւ դրանով եւ տեխնիկական կորուստները նվազեցնում, մոտեցնում, մոտարկում սահմանված ցուցանիշին 7%-ին, ինչպես նաև հանրության կամ պետական ու համայնքային հիմնարկների հաշվին գեներացնում են որոշակի ստվերային շրջանառության էլեկտրաէներգիա։ Այսինքն պետական հիմնարկների հաշվին ավել հոսանքի սպառած հոսանքի ավել տվյալ են գնում։ Մայրաթորում եպիսկոպոսած ժողով էր, օրակարգում էր նաև Արշակ arczepiskopos Խաչատրյանի ծառայության հնարավոր կասեցման հարցը կապված նրան վերագրվող տեսագրության հետ։ Եպիսկոպոսները զերծ են մնացել մեկնաբանություններից, հիշեցնեմ, նախորդային համացանցում լուսանկար էր տարածվել, որում ներկայացված էր դիմում ուղղված կաթողիկոսին։ Դիմումը ստորագրել էր 7 եպիսկոպոս։ Նամակով նրանք առաջարկում էին, որ վեհափառ հայրապետը որոշակի ժամկետով կասեցնի Արշակ Սրբազանի զբաղեցրած բոլոր պաշտոնները եւ նա ապրի Մայրաթորից դուրս այլ վայրում, որտեղ կորոշի կաթողիկոսը։ Այսօր ժողովից առաջ Տեր Աբրահամ arczepiskopos Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ օրակարգ չի ստացել, հրավիրվել է ժողովին հարցեր քննելու համար։ Ես չեմ պատրաստվում որևէ մեկին պատասխանել կամ արձագանքել, Դուք ունեք վերաբերել Ուզեք առաջարկություն անեմ ձեզ բոլորիդ։ Նկատողության արժանացել Ուզեք մի առաջարկություն անեմ ձեզ բոլորիդ։ Մեկը թող հարց տա, մյուսը շարունակի, երրորդը ձեզնից պատասխանի։ Ասեցի ձեզ։ Երեխեք, պատասխանը ասեցի։ Եթե բոլոր ձևերով էլ հարցնեք, ես ժողովից առաջ իրավունք չունեմ որևէ հայտարարություն անելու։ Այո, բոլոր հարցերը քննարկվելու են ժողովին։ պատասխանը ինչու է զերծվել ձեր ներկայությամբ։ Ժողովին այդ հարցերը կհնչեն Սակրոնության ուխտը եւ ունի զավակ։ Ձեզ այդ տեղեկությունը հայտնի է, թե հայտնի չէ։ Որ այդպիսի հայտարարություն է եղել։ Փաստի վերաբերյալ։ Ես փաստի վերաբերյալ որևէ հայտարարություն անել չեմ կարող, ես չգիտեմ դա։ Ունի զավակ, թե ոչ Իհարկե չունեմ։ Այդ հարցի պատասխանը Իհարկե չունեմ։ Ինչպես ճիշտ այնպես, ինչպես որ տեսանյութը, որի վերաբերյալ դուք արդեն կարծիք եք հայտնել ստորագրելով այն թուղթը, որ թուղթն եմ ստորագրել։ Ցույց տվեք այդ թուղթը։ Մամուլում է հայտնվել։ Հիմա դուք ինչ դիրքորոշում ունեք Արշակ Սրբազանի կարգալուծանելու վերաբերյալ եւ Նիկոլ Փաշինյանի այդ պահանջին, որ պետք է Իմ փոխարեն նրանք ովքեր այդ հարցի պատասխանը լսեցին, կարող են պատասխանել։ Սրբազան, մեկ գլխավոր հարց կա, բայց ձեր ղեկավարած թեմի պատարագում զեղչվել
քննարկվել է Այդ հարցը եւս ժողովին Այդ քննվելու հարցը է։ ժողովի օրակարգ եմ տել այն պատճառով, որ դուք զեղչել եք։ Թե ինչ պատճառով եւ ինչպես ժողովին քննվելու է, ես դրա պատասխանը ունեմ։ Դա օրակարգ եմ Դուք տել եք միայն այն վերաբար պատճառով, որ նայեք, ձեր պատարագի ժամանակ նայեք, զեղչվել է, այդ պատճառով է օրակարգ նայեք, տել։ Մի րոպե լսեք ինչ եմ ասում։ Այդ հարցը եւս ժողովի օրակարգում է։ Ժողովին այդ հարցը քննվելու է։ Ես չգիտեմ ինչպիսի լուծում է լինելու կամ ինչ ձևով է քննվելու, ինչ որոշում է լինելու։ Ես Աստծո գահավադամ եւ գաղութեմ ազգին եւ եկեղեցիին, խաղաղության եւ հաստատության համար։ Շարունակենք Վարդան Ղուկասյանի եւ մյուսների գործով դատական նիստներ այսօր շարունակվել է վկաների հարցաքննությունը։ Դատական նախորդ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում փաստաբանն ասել է, որ գործը վերաբերում է այն դրվագներին, ըստ որոնց Ղուկասյանին մեղսագրվում է քաղաքապետ եղած շրջանում հողերի վաճառք, օտարումներ աճուրդի միջոցով։ Նշեմ, որ Գյումրու նախկին քաղաքապետին մեղսագրվում են նաեւ այլ արարքներ։ Փաստաբանները մանրամասներ են ներկայացրել նաեւ պահման պայմանների մասին։ Ուրեմն այս ամբողջ 40 գործերը ուրեմն կոնկրետ Թումո կենտրոնի հետ է կապված։ Կոնկրետ Թումո կենտրոնը, որ այս այգին բանը տվել են հիմա վերցրել են մեզանից արդեն 10 տարի իշխան ժամանակ է տրված է Թումո կենտրոնին, այս ամբողջ ինչ որ անում է դատախազությունը, անում է իշա Թումո կենտրոնի կապակցությամբ։ Ուրեմն Թումո կենտրոնը վերցրել է քաղաքի կենտրոնական դատարանը, ներողություն, քաղաքի կենտրոնական, ուրեմն թատրոնի շենքը Աբորենի կերպով մոտավորապես ծառահատումներով ամբողջությամբ վերցրել է ավելի սարսափելի ձևով Աբորենի կառույցները կառույցել ու սարքել, քան թե այդ օազիսը, որ մենք օրինական ճանապարհով այդ ամեն ինչը կազմակերպված է եւ այսպես դատախազ, այսպես կամած սարքելով սա գալիս է Թումո կենտրոնի վրա։ Ես հիմա բարձրացան հայտարարում եմ Թումոն է խոչընդոտը հանդիսանում այս 40 գործի սարքովի գործերին։ Իշքան վկա մինչ օրս հարցաքննվել է բոլոր հարցաքննությունների մեջ մեկ շատ էական հանգամանք են պրոցեսը, որի համար պարոն Ղուկասյանի մեղադրանք է առաջադրվել, այդ պրոցեսի մեջ պարոն Ղուկասյանի մասնակցությունը նախ եղել է գրեթե 0, երկրորդը նույն պրոցեսը, ինչ պրոցեսով որ քաղաքապետարանում փաթեթներ են կազմվել, ավելի խիստ ենթակա է եղել ստուգման կադաստրի կոմիտեում։ Եվ եթե խնդիր լիներ, կադաստրի կոմիտեն միանշանակ այդ խնդիրը ֆիքսելու էր։ Պայմանները անտանելի են։ Ընդհանրապես կարելի ասել ոչ միայն մեր դեպքով է պայմանը անտանելի, այլ բազմաթիվ դեպքերով վերջի շրջանում իմ բոլոր պաշտպանյալները, ովքեր գտնվել են մեկուսարաններում, նրանց պայմանները ուղղակի չեն համապատասխանել ոչ ազգային ստանդարտներին, ոչ միջազգային ստանդարտներին։ Եվ 2 օր առաջ մենք իմացանք, լուր լսեցինք, որ նորից մարդ է մահացել կալանավոր մեկուսարանում, դա արմավիր քրեակատարողական հիմնարկներ, այսինքն կալանավայրում մարդ է մահացել։ Ինչու են այդքան շատ այդ դեպքերը մահվան, որովհետև մարդիկ հիվանդ են այնպիսի հիվանդություններով, որոնք անհամատեղելի են կալանքի հետ եւ կրում են կալանք։ Մինչդեռ այս պայմաններում միանշանակ նրանց պետք է ազատեին կալանքից եւ հնարավորություն տային բուժվելու եւ հնարավորություն տային իրենց կյանքը երկարաձգելու։ Զեղծարարության զոհ դարձած քաղաքացիներն ակցիա են անցկացրել քննչական կոմիտեի մոտ։ Ասում են ոստիկանությանը դիմելի ստանում են անլուրջ վերաբերմունք, դուժողին չի կարելի մեղադրանք ներկայացնել, երբ զեղծարարության զոհ է։ Ավելի վաղ ակցիա են անցկացրել նաև կենտրոնական բանկի մոտ դատախազության շենքի դիմաց։ Այսօր եկել էին պահանջելու շորթված գումարը, քանի որ իրենց կարծիքով այդ հանցագործությունները տեղի են ունեցել պատկան մարմինների թերի աշխատանքի հետևանքով։ Քաղաքացիները խուսափել են տեսախցիկներից, խնդիրը ներկայացրել է հանրային վերահսկողություն հասարակական կազմակերպության նախագահը։ Ավելի ուշ նրանց մոտեցել է քննչական կոմիտեի ներկայացուցիչը, հայտնել, որ տուժողների բոլոր բողոքները ստանում են պատասխան։ Մի շարք վարույթներով բացահայտվել են հանցանք կատարած անձինք, այդ թվում արտասահմանում գործող։ Այսօր մենք եկել ենք այդ գումարների հետևից, եկել ենք պահանջելու քաղաքացիներից շորթված գումարները, ինչի, որովհետև այդ հանցագործությունները տեղի են ունեցել տվյալ պետական մարմինների թերի աշխատանքի արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի են ունեցել փաստորեն ձեռնարկատիրություններ տարբեր տեսակի, որը արգելված է եղել, ապօրինի ձեռնարկատիրությունը իմացել են եւ չեն կանխել, դրա հետևանքով երկրում ունենք մոտավորապես 20,000 եւ ավելի տուժածներ։ Նույն հարթակից թե տարբեր հարթակների մասին է խոսքը
զանգերի կենտրոնների միջոցով ներդրումային խարդախությունների եւ այլ կիբերհանցագործությունների մասին է, որ այսօր քաղաքացիները հայտնվել են ֆինանսական կազուսի առաջ եւ այդ քաղաքացիները հիմա ասեմ թե ինչի համար են խուսափում լրատվամիջոցներից, որովհետեւ նրանք առաջի հարվածով հսկայական շատ մեծ գումարներ կորցնելուց հետո ենթարկվում են հալածանքների եւ հասարակության կողմից, որ ուր է ձեր գլուխը, ինչի եք խաբվել, ինչի եք գումարները փոխանցել հանցագործներին, նախ հանցագործների ճակատին գրած չէր, որ իրանք հանցագործեն, նմանատիպ դեպքերում ամբողջ փաստաթղթաբանությունը իհարկե ապահովագրված է լինում։ Մենք ունենք շահառուներ, ովքեր մասնագիտությամբ ծրագրավորող են։ Այստեղ կան քաղաքացիներ, ովքեր աշխատում են բանկերի փողերի լվացման բաժիններում, այնպես որ ծուղակում հայտնվելը դա միայն ու միայն միամիտ մարդու խնդիրը չէ։ Պարոն Կարագեզյան, առաջին անգամ ունի պարտականություն, պաշտպանություն տրամադրելու քաղաքացիներին եւ պետությունը ունի պարտականություն քաղաքացիների ֆինանսական իրավունքները վերականգնելու եւ պետությունը չունի իրավունք ֆինանսական տույժեր կրած քաղաքացիներին մեղադրանքներ ներկայացնելու, թե իբր թե միամտություն է, իբր թե անփութություն է, միամտություն եւ անփութություն այս մարմինների արածներն են։ Խաբվել ենք, փողերը մուծել ենք, վճարել ենք, ունենք չեկեր ամբողջությամբ, որը մուծել ենք բանկերով, որ խաբել են, որ ֆրանսիական բանկն է տրամադրում 0.3 տոկոսով վարկեր, մուծումներն արեք, այսքան, ինչ ասել են, արել ենք, ու տենց կորել են Facebook-ից, անհայտացել են, չեն վճարել։ Այո, դիմել եմ ԱԱՑ եմ, դիմեմ մի տարի տարամբերին, հետո ասին դե չենք կարողանում բռնել այդ հանցախումբը, երբ որ կբռնենք տեղյակ կպահենք։ Մի տարի ես գնացել եմ ԱԱՑ եկե ու ոչ մի պատասխան, ոչ մի դրական բան։ Նախ հարկ եմ համարում նշել, որ Քննչական կոմիտեի նախագահի ամենօրյա ուշադրության կենտրոնում է կիբերհանցագործություններից տուժած անձանց իրավունքները։ Այդ համատեքստում վարույթ իրականացնող մարմինը իրականացնում է համապատասխան ապաստվածական եւ այլ վարույթային գործողությունները հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու, այդ թվում նաեւ հանցագործությունից տուժած անձանց իրավունքները վերականգնելու ուղղությամբ։ Ինչ վերաբերվում է այն հանգամանքին, թե քաղաքացիների տուժող քաղաքացիների իրավունքները պաշտպանված չեն։ Այդ նշված հանգամանքի հետ կապված կարող եմ մատնանշել, որ վարույթ կիբերհանցագործության քննության վարչության քննիչները ձեռնարկում են բոլոր միջոցները տուժողների խախտված իրավունքների վերականգնման համար եւ տուժողների կողմից հաստատագրված բոլոր դիմումները ստանում են իրենց պատասխանները, քաղաքացիները ստանում են ընդունելություն, անհրաժեշտության դեպքում նաեւ իրենց հայտի նոր հանգամանքների վերաբերյալ վարույթ իրականացնող մարմինը հայտնում է նոր տեղեկություններ, որի շուրջ էլ վարույթ իրականացնող քննիչը պլանավորում է համապատասխան ապացուցողական եւ այլ վարույթային գործողությունների կատարում։ Ինչ վերաբերվում է այն հարցադրմանը, որ վարույթ իրականացնող մարմինը պետք է միջոցներ ձեռնարկի տուժած անձանց հանցագործության պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ։ Այդ համատեքստում հարկ է մատնանշել, որ քրեադատավարական կառուցակարգերի կիրառմամբ նախ պետք է վարույթ իրականացնող մարմինը բացահայտի հանցագործություն կատարող անձանց, որից հետո նոր միջոցներ ձեռնարկի այդ եղանակով Այսինքն տրամաբանական շղթան, իսկ որպես քննիչ ձեզ մի հարց հարգելիս, դուք չեք կարծում, որ այս հանցագործությունները նոր հանցատեսակներ են եւ քաղաքացիների իրավունքները չեն վերականգնվում հին օրենքներով եւ հին մեթոդներով։ Չարժի արդյոք նոր ենթաօրենսդրական կետեր կամ նոր լուծումներ, որպեսզի քաղաքացիները հասնեն իրանց իրավունքներին եւ հասնեն արդյունքների։ Այս հանցագործությունների դեպքում այդ ձեր ասած մեթոդները կիրառելու արդյունքում մենք ունենք մի իրավիճակ, որ որևէ քաղաքացու ֆինանսական իրավունքները չեն վերականգնվել։ Դուք կատեգորիկ կերպով նշում եք, որ որևէ քաղաքացու իրավունքներ չեն վերականգնել, սակայն չեմ ցանկանում մատնանշել կոնկրետ քրեական վարույթներ, բայց մի շարք քրեական վարույթներով բացահայտվել են հանցանք կատարած անձիկ, վերջիններիս ներկայացվել է մեղադրանք։
Կասեցվել է այս տարվա ընթացքում արդեն 4-րդ հանցավոր զանգերի կենտրոնի գործունեությունը։ Ոստիկանության եւ քննչական կոմիտեի ծառայողները հանցավոր զանգերի կենտրոնում անսպասելի խուզարկություն են իրականացրել։ Մանրամասները տեսանյութում։ Ոստիկանության եւ քննչական կոմիտեի ծառայողները հանցավոր զանգերի կենտրոնում անսպասելի խուզարկությունն իրականացրին նոյեմբերի 20-ին։ Միջոցառման հաջողությունը մեծապես կախված էր նաեւ անսպասելիությունից։ Իսկ հանցավոր զանգերի կենտրոնի վերաբերյալ տեղեկությունը քրեական ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացվել էր ավելի շուտ։ Կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ ձեռնարկած միջոցառումներով պարզել էր, որ մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ Արաբկիր վարչական շրջանում վարձակալել էին կոմերցիոն նշանակության տարածք եւ այդ տարածքում տեղակայել էին զանգերի կենտրոնների համար նախատեսված համակարգչային տեխնիկան։ Հետագայում ձեռնարկած միջոցառումներով պարզվեց, որ այդ զանգերի կենտրոնը ուներ հանցավոր ուղղվածություն եւ նախատեսված էր առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություններ կատարելու համար։ Հանցավոր կազմակերպության անդամներն իրավապահ մարմինների օպերատիվ տեսադաշտում չհայտնվելու նպատակով նախապես արտաքինից քողարկել էին հիշյալ տարածքը, ձեռնարկել անվտանգության միջոցներ, ինչից հետո միայն իրականացրել անձանց հավաքագրում եւ հանցավոր գործունեության մեխանիզմի յուրացման նպատակով վերապատրաստման դասընթացներ։ Այսպիսով ապահովել էին համացանցային հեռախոսազանգերի եւ հեռահար հասանելիությամբ օգտագործվող համակարգիչների կիրառմամբ օտարերկրյա պետություններում գտնվող քաղաքացիների ֆինանսական միջոցների հափշտակության համար բարենպաստ պայմաններ։ Իդեպ Հայաստանում գործող նմանատիպ հանցավոր կազմակերպությունները փոխկապակցված են այլ պետություններում նույն հանցավոր մեխանիզմը կիրառող հանցավոր այլ կազմակերպությունների հետ, որոնք իրենց հերթին թիրախավորում են մեր հանրապետության քաղաքացիներին, եւ այստեղ հայտնաբերված ամեն հանցավոր զանգերի կենտրոնի գործունեությունը կասեցնելը նշանակում է հանցատեսակի կանխարգելում նաեւ մեր քաղաքացիների համար։ Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հնարավոր եղավ պարզել նշված հանցավոր զանգերի կենտրոնի մեջ ներգրաված յուրաքանչյուր անձի դերակատարությունը, այն կեղծ հարթակների տվյալները, որի միջոցով վերջիններս թիրախավորում էին օտարերկրյա քաղաքացիներին, ինչպես նաև այն կրիպտոդրամ բանակների հասցեները, որոնք օգտագործվել են հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները կանխիկացնելու համար։ Հանցավոր կազմակերպության անդամներն ունեին նաև իրավապահ մարմինների անակնկալ այցելության ժամանակ համակարգիչներում առկա էլեկտրոնային ապացույցների ոչնչացման հստակ ուղեցույց։ Նաև այս հանգամանքը հաշվի առնելով նոյեմբերի 20-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության եւ քննչական կոմիտեի ծառայողներն իրականացրին անսպասելի խուզարկություն եւ մանրակրկիտ ծրագրված մուտք գործողությունների շնորհիվ հանցավոր կազմակերպության անդամներին չհաջողվեց ոչնչացնել քննության համար առանցքային ապացուցողական նշանակություն ունեցող էլեկտրոնային տեղեկությունները։ Խուզարկության ժամանակ հայտնաբերվել են հանցավոր կազմակերպության անդամներ, որոնք Հայաստանի եւ այլ երկրների քաղաքացիներ են, ինչպես նաեւ նրանց օգտագործած համակարգչային տեխնիկան։ Ձեռք բերված փաստական տվյալների շրջանակում քննչական կոմիտեում իրականացվում են համապատասխան վարույթային գործողություններ, հանցավոր կազմակերպությունում ներգրավված բոլոր անձանց քրեադատավարական կարգավիճակը որոշելու ուղղությամբ։ Քրեական ոստիկանությունն էլ իրականացնում է ակտիվ համագործակցություն օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների հետ հանցավոր կազմակերպության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով։ Նմանատիպ հանցավոր զանգերի կենտրոնների բացահայտման աշխատանքները կրում են շարունակական բնույթ եւ ցանկանում եմ հորդորել մեր քաղաքացիներին, եթե ստացել եք նմանատիպ զանգերի կենտրոններում աշխատելու առաջարկ, պարզապես մերժեք այդ առաջարկները հետագայում քրեական պատասխանատվությունից խուսափելու համար եւ կխնդրեմ, որպեսզի այդպիսի տեղեկություններ ունենալու դեպքում դրանք փոխանցեք իրավապահ մարմիններին։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Վթար Պտղնի գյուղի մոտակայքում փրկարարներն հազանգստացել են առավոտյան, պարզվել է, որ Երևան-Սևան ճանապարհին բախվել են Մերսեդես և Սուբարու մակնիշի մեքենաները կանտուժածներ։ Փրկարարները հոսանքազրկել են Սուբարուն, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքն ու Մերսեդեսի ուղևորին մոտեցրել շտապօգնության մեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է, մյուս ուղևորին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։ Իսկ այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ Չինաստանի նախագահ Սի Ցինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև զրույցը կրել է կառուցողական բնույթ և անցել է դրական և բարեկամական մթնոլորտում։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը, մեկնաբանելով երկու երկրների ղեկավարների միջև նոյեմբերի 24-ին կայացած հեռախոսազրույցը։ Երկու պետությունների ղեկավարների շփումները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ չափազանց կարևոր են Չին-ամերիկյան հարաբերությունների կայուն զարգացման համար, նշել է Մաո Նինը։ Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը նաև պարզաբանել է, որ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Հեռախոսազրույցի ընթացքում Սի Ցինփինը և Դոնալդ Թրամփը անդրադարձել են Թայվանի հարցին, ռուս-ուկրաինական հակամարտությանը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների տարբեր կողմերի։ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակայիչին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նա վերահաստատել է Միացյալ Նահանգների հետ սերտ համագործակցությունը։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ Չինաստանի նախագահ Սի Ցինփինի հետ Թրամփի զրույցից կարճ ժամանակ անց։ Զրույցի ընթացքում Թրամփը ներկայացրել է նոյեմբերի 24-ին Սի Ցինփինի հետ իր հեռախոսազրույցի մանրամասները։ Այնուամենայնիվ նա լրացուցիչ տեղեկություններ չի հաղորդել։ Հիշեցնենք, Ճապոնիայի և Չինաստանի միջև դիվանագիտական վեճ է ընթանում այն բանից հետո, երբ նոյեմբերի սկզբին խորհրդարանում ելույթում Տակայիչին հայտնել էր, որ Թայվանի վրա Չինաստանի հնարավոր հարձակումը կարող է Ճապոնիայի կողմից ռազմական գործողության պատճառ դառնալ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ կամավոր զինվորական ծառայության վերաբերյալ նոր նախաձեռնությունը, որի մասին կհայտարարվի առաջիկա օրերին, չի նախատեսում երիտասարդներին Ուկրաինա ուղարկում։ Այս մասին հաղորդում է France 24 պարբերականը, հիշեցնելով, որ Ֆրանսիայի բարձրաստիճան գեներալներից մեկը զգուշացրել էր, որ երկիրը պետք է պատրաստ լինի կորցնել իր երեխաներին Ռուսաստանից եկող սպառնալիքի պատճառով։ Անդրադառնալով այս հայտարարությանը հաջորդած արձագանքներին, Մակրոնը պարզաբանել է, որ կամավոր զինվորական ծառայությունը չի ենթադրում, որ երիտասարդները կուղարկվեն Ուկրաինա։ Մակրոնը պատրաստվում է հայտարարել երկրում կամավոր զինվորական ծառայություն սահմանելու մասին։ Նոր ծրագրով նախատեսվում է առաջին տարում զորակոչել 2-ից 3,000 կամավորի։ Ծառայությունը կկազմի 10 ամիս, որոնցից յուրաքանչյուրի համար կամավորներին որոշակի գումար կվճարվի։ Կամավոր զինվորական ծառայության մասին ծրագրեր են քննարկվում նաև եվրոպական այլ երկրներում, մասնավորապես Գերմանիայում և Լեհաստանում։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այս շաբաթ կուղևորվի Փարիզ իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Նոել Բարոյի հետ բանակցությունների համար։ Այդ մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ Նրա խոսքով այցը կկայանա Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հրավերով և բանակցությունների օրակարգում կլինեն միայն երկկողմ հարաբերությունների հարցեր, ներառյալ բանտարկյալների փոխանակումը։ Նոյեմբերի 16-ին Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սաիդ Խաթիբզադեն հայտնել էր, որ Եվրաերիակի երկրների, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի հետ բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի շուրջ առաջիկայում բացառված են։ Ռուսական ուժերը գիշերը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով համակցված հարվածներ են հասցրել Ուկրաինային։ Կիևում 6 մարդ է զոհվել, 9 մարդ վիրավորվել է։ Հարձակման հետևանքով Ուկրաինայի մայրաքաղաքում խոցվել է 9 հարկանի բնակելի շենք, որտեղ հրդեհ է բռնկվել։ Վնասվել է նաև 22 հարկանի բնակելի շենք։ Օդեսայի մարզում ԱԹՍ-ներով հարվածներ են հասցվել էներգետիկ օբյեկտներին և նավահանգստային ենթակառուցվածքներին։ 6 մարդ վիրավորվել է, այդ թվում 2 երեխա։ Ռուսական կողմն էլ հայտնել է գիշերն ուկրաինական 250 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։ Կողմերի միջև ռազմական գործողությունները շարունակվում են չնայած ԱՄՆ-ի հետ բանակցություններին, որոնց ընթացքում քննարկվում է նախագահ Դոնալդ Թրամփի 28 կետից բաղկացած առաջարկը ուղղված հակամարտության դադարեցմանը։
Գազայի մարդասիրական հիմնադրամը, որն աջակցություն է ստանում ԱՄՆ-ի եւ Իսրայելի կառավարություններից, դադարեցնում է իր գործունեությունն անկլավում։ Այս մասին հայտարարել է հիմնադրամի մամուլի ծառայությունը X հարթակում գրառման մեջ։ Մենք հաջողությամբ ավարտեցինք մեր պատմական օգնության առաքելությունը Գազայում, ուղղակիորեն Գազայի խաղաղ բնակիչներին մատակարարելով 187 միլիոն բաժին անվճար սնունդ։ Մենք հպարտ ենք, որ կրիտիկական պահին միակ օգնության առաքելությունն էինք, որը հուսալիորեն եւ անվտանգ կերպով անվճար սնունդ էր մատակարարում անմիջապես Գազայի պաղեստինցի ժողովրդին, լայնածավալ եւ առանց շեղումների, նշել է հիմնադրամի տնօրեն Ջոն Աքրին։ Մարտից մինչև հուլիսի վերջ Իսրայելի իշխանությունները խոչընդոտել են միջազգային մարդասիրական օգնության հասանելիությունը, Գազայի հատված փակելով բոլոր անցակետերը։ Բնակիչների շրջանում սննդի բաշխումն իրականացվել է Գազայի մարդասիրական հիմնադրամի համակարգի միջոցով։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Եվ հանրապետության տարածքում մինչև նոյեմբերի 29-ը եղանակը կլինի առանց ստեղումների։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-ից 3 նիշով, այնուհետև էապես չի փոխվի։ Այսքանը դուք դիտում էիք Update լրատվականը, հաջողություն։